Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը գրում է. «Հազար անգամ եմ ասել, չեմ ալարի նորից կասեմ. պատերազմից վախենալ պետք չէ, պատերազմին պատրաստ չլինելուց պետք է վախենալ։ Վերջին օրերին նկատում եմ, որ որոշ ուռա հայրենասերներ սկսել են հնարավոր պատերազմի մասին գուժել։ Պատերազմը երբեք չի ավարտվել, պարզապես ակտիվ փուլն է ավարտվել։ Կարող է նորից վերսկսվել ավելի ակտիվ, ավելի պասիվ, բայց պատերազմը չի ավարտվել։ Երբ միմյանց դեմ զինված կանգնած են, ուրեմն պատերազմ է։ Իսկ ակտիվ գործողությունների հնարավոր վերսկսումը պետք է ոչ թե պատճառ դառնա, այլ հնարավորություն ստեղծի։ Կլինի ակտիվ ռազմական գործողություններ, չի բացառվում։ Դե ուրեմն պատրաստվենք, պատրաստ լինենք բոլոր ճակատներում, առաջին գծից սկսած խորը թիկունքում քաղաքացիական պաշտպանությունից վերջացրած։ Սա չի նշանակում, որ մի ժամից կռիվ է եւ պետք է խուճապի մատնվել։ Խուճապն ավելի մահաբեր է, քան թշնամու գնդակը։ Ադրբեջանին պետք է ներդրումների համար ոչ բարենպաստ Հայաստան։ Ադրբեջանին պետք է ճանապարհները վտանգված Հայաստան։ Ադրբեջանին պետք է անընդհատ պարտքեր վերցնող Հայաստան։ Ադրբեջանին պետք է բարոյալքված բնակչությամբ Հայաստան։ Ադրբեջանին պետք է իր ուժերի վրա ոչ վստահ Հայաստանի բանակ։ Ահա թե ինչու է Ադրբեջանը կրակում։ Այս ամենը պետք է, որպեսզի Հայաստանն իր կամքով ասի. «Արի, տալիս եմ այդ միջանցքը, միայն թե ինձ հանգիստ թող»։ Իսկ եթե Հայաստանը ամեն դեպքում անսասան է մնում, չի ընկրկում, ապա Ադրբեջանին մնում է մեկ բան՝ Հայաստանին ներքաշել ռազմական գործողությունների մեջ, վստահ լինելով, որ կարող է հաղթող դուրս գալ եւ իր կամքը թելադրել կրակը դադարեցնելու, բանակցությունների սեղանի շուրջ նստելու համար։ Ինչ պետք է անի Հայաստանը։ Հայաստանը պարզապես զուգահեռ երկու ուղղությամբ պետք է աշխատի։ Բանակը ոչ միայն զինի, այլ նաև զարկ տա ռազմարդյունաբերությանը եւ դիվանագիտական ճակատում ավելի ինտենսիվ աշխատի միջազգային կառույցների, պետությունների հետ։ Մեկ բան հստակ է, Ադրբեջանը չի գնա խաղաղության, քանի դեռ չի զգացել կամ մեր ուժը, կամ միջազգային ճնշումը։ Միջազգային ճնշման դեպքում խաղաղություն կոչվածն էլ խիստ փխրուն է լինելու։ Ադրբեջան անունով արհեստածին պետությունը խաղաղության պայմանագրի չեզոքացման համար տարատեսակ սադրանքների է դիմում։ Պետք է պատրաստ լինել բոլոր սցենարներին, քանի որ նույնիսկ այս տեքստով խաղաղության պայմանագիրը չի բխում Բաքվի բռնապետի շահերից։ Բաքվի բռնապետն առաջնորդվում է, քանի հնարավոր է, ինչ հնարավոր է պոկենք սկզբունքով, ոչ թե տարածաշրջանում խաղաղություն հաստատենք սկզբունքով։ Բաքվի բռնապետի բաշի բոզուկները ի ցույց են դնում իրենց հայատյացությունը, որը մանկապարտեզից սերմանվել է իրենց մեջ։ Հայկական բնակավայրերի, ավելի կոնկրետ տների ուղղությամբ կրակոցները ցցուն օրինակ են, որ երբեք իրենք խաղաղ չեն կարող ապրել հայերի հետ, քանի որ հայերին իրենք դիտարկում են այս արևի տակ տեղ չունեցողների։ Իսկ ո՞րն է այս ամենի ելքը։ Կամ մեկ ճանապարհ, այդ ճանապարհի անունն է ուժեղացում, հզորացում, մնացած ամեն ինչ թիթեռ նկարել է։ Իսկ ուժեղացումն ու հզորացումը նաև ոգու, քաջարի ոգու, անվախ ոգու միջոցով է լինում։ Տղերքի ոգին աննկարագրելի բարձր է, ուժեղ է, մնում է, որ թիկունքում էլ դա լինի։ Երկու շաբաթից ավելի ապա տեղեկատվություն տարածելով, Հայաստանին մեղադրելով սահմանագոտում կրակ արձակելու համար, Ադրբեջանն արդեն անցել է բացահայտ գործողությունների։ Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն մարտի 31-ին 0:50-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Կրակոցների հետևանքով տուժածներ չկան։ Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը Հայկական ժամանակի հետ զրույցում ասում է. «Սա արդեն խոսում է նրա մասին, որ Ադրբեջանը փորձում է իր կատարած սադրանքը եւս մեկ քայլով ավելի բարձրացնել, Հայաստանից ակնկալելով պատասխան քայլ։ Ըստ Հովհաննիսյանի պետք է պատրաստ լինել բոլոր սցենարներին, քանի որ նույնիսկ այս տեսքով խաղաղության պայմանագիրը չի բխում Բաքվի շահերից։ Սցենարներից մեկը ռազմական փորձագետը համարում է տեղային բախումները։ Բաքվի նախագահը առաջնորդվում է, քանի հնարավոր է, ինչ հնարավոր է Հայաստանից պոկելու սկզբունքով, ոչ թե տարածաշրջանում խաղաղություն հաստատելու, ասում է զրուցակիցը։ Որքան էլ դժվար լինի, սակայն այս դեպքում կարևորվում է Հայաստանում գտնվող Եվրամիության դիտորդական առաքելության դերը, ընդգծում է Հովհաննիսյանը։
Դա այն մարմինն է, որի հայտարարությունները միջազգային հանրությունն ավելի օբյեկտիվ է ընկալում։ Ինչպես է գնահատում Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի այցը Հայաստան, այդ համատեքստում Հայաստան-Իրան հարաբերություններն ինչ փուլում են։ Ընդհանուր առմամբ Իրան-Հայաստան հարաբերությունները բավականին դրական հունով շարունակում են զարգանալ եւ կողմերի միջև որևէ լուրջ ու տեսանելի տարաձայնություններ չկան։ Դատելով հայտարարություններից արտգործնախարարի այցն էլ բավական լավ է անցել, համենայն դեպս եւ հայկական եւ իրանական կողմը միայն դրական հայտարարություններ եւ մեսիջներ են հղում այդ այցի հետ կապված։ Կարծում եմ, որ հարաբերություններն այս հունով էլ կզարգանան, չնայած եւ Հայաստանում եւ Հայաստանից դուրս կան ուժեր, որ փորձում են սեպ խրել հայ-իրանական հարաբերություններում, բայց չի ստացվելու։ Իսկ ինչ նպատակով են անում դա։ Ամենատարբեր, որ Հայաստանը կտրեն Իրանից, որ Հայաստանը լիակատար կախվածության մեջ ընկնի Ռուսաստանից եւ այլն։ Այդ քայլերն իրականացնողների նպատակներն ավելի շատ Ռուսաստանից են գալիս, որովհետեւ մենք տեսնում ենք, որ նույնիսկ եվրոպացի դիտորդների մասով որոշ շրջանակներ եւ այստեղից եւ Ռուսաստանից անընդհատ Իրանին էլ լարել են Հայաստանի դեմ, ասելով, որ այդ դիտորդները իբր եկել են Իրանի դեմ հետախուզություն իրականացնելու նպատակով։ Վերջերս, երբ հայտնի դարձավ հայ-ամերիկյան զորավարժությունների մասին, դա էլ փորձեցին ներկայացնել, թե իբր Հայաստանի տարածքից կարող են Իրանի դեմ գործողություններ լինել։ Այդ ամենն իհարկե անհեթեթություններ են եւ ունեն կոնկրետ նպատակներ՝ լարել Իրանի իշխանություններին Հայաստանի դեմ։ Իրանի արտգործնախարարը նշեց, որ Հարավային Կովկասում էսկալացիայի վտանգի մեծացում կա, նկատի ունի Ադրբեջանին, թե ոչ։ Եթե խոսում է Հարավային Կովկասի մասին, ավելի շատ նկատի ունի Ադրբեջանին, որովհետև այսօր Հարավային Կովկասն ապակայունացնող թիվ 1 գործոնն Ադրբեջանն է, ապա նաև իր հովանավորները, այնպես որ առաջին հերթին նկատի ուներ Ադրբեջանին։ Ադրբեջանը նկատի ունենալով նաև Իրանի դիրքորոշումները այսօր գնալու է ռազմական գործողությունների, թե ոչ։ Լայնածավալ պատերազմի չի գնա ու միայն Իրանը չէ զսպող գործոն, այստեղ նաև Արևմուտքի գործոնը կա, որը պակաս կարևոր չէ, քան Իրանի գործոնը։ Եթե Ադրբեջանը գնա լուրջ էսկալացիայի, ապա խնդիրներ է ունենալու միջազգային հանրության հետ, այդ թվում նաև Արևմուտքի։ Ռազմական բախումների կարող է դիմել, բայց դա ես կապում եմ ոչ թե այսպես կոչված միջանցքի հետ, այլ խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը վիժեցնելու, որովհետև Ալիևն ամեն կերպ ձգտում է խուսափել դրանից եւ տարբեր պատճառներով փորձում է տորպեդահարել այդ գործընթացը։ Միջանցքի մասով Արևմուտքը շատ հստակ մեսիջներ է փոխանցել, որ Հայաստանի տարածքում ուժով միջանցք բացելու դեպքում Ադրբեջանը շատ ծանր գին է վճարելու եւ Ալիևը չի գնա նման արկածախնդրության։ Հնարավոր է, որ սահմանային բախումներ լինեն, բայց ելի եմ ասում, ոչ թե միջանցք բացելու, այլ խաղաղության գործընթացը վիժեցնելու համար։ Իսկ Իրանի առաջ այսօր ինչ լուրջ խնդիրներ կան, որոնք կարող են ազդել նաև Հայաստանի վրա։ Ամենամեծ խնդիրն ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից ռազմական գործողություններն են Իրանի դեմ։ Այս տարբերակը որքան էլ քիչ հավանական է, այնուամենայնիվ չի կարելի բացառել, բայց Իրանն էլ հզոր երկիր է, եւ եթե չլիներ այդ գործոնը, շատ հնարավոր է, որ վաղուց փորձած լինեին հարձակվել Իրանի վրա, բայց այսօր ԱՄՆ-ի եւ Իսրայելի համար էլ ռիսկային է այդ սցենարով գնալը, իրենք էլ լուրջ խնդիրներ կունենան։